Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերից մեկը Մեղրին, կարծես բաց ամֆիթատրոն լինի։ Մի կողմում մեծ թաղերն են, մյուսում փոքր թաղերը։ Իսկ փոքր թաղերի փողոցները շատ նեղլիկ են։ Մեկի բակը մյուսի տան կտուրն է, իսկ մյուսի կտուրը մեկի տան բակը։ Եվ ինչպես մեղրեցիներն են ասում, նման բան մեկ էլ Վենետիկում է։ Սուրբ Հովհաննես եկեղեցով ներկայանում է Մեղրիի պատմական հատվածը, իսկ փոքրիկ թաղերի նեղլիկ փողոցները ընդգծում են քաղաքի յուրահատկությունը։ Փոքր թաղի 19 տուն 2005 թվականից ընդգրկված է Հայաստանի պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։ Դրանք համարվում են հանրապետական նշանակության հուշարձաններ։ Թաղամասի տները կառուցվել են 1866 թվականից մինչև 19-րդ դարի վերջը։ Մեղրիի պատմական միջավայրի պահպանությունը կարևորվել է, քանի որ քաղաքի միջով է անցնում Իրան-Հայաստան գլխավոր մայրուղին։ Քաղաքը դիտարկվում է որպես քրիստոնեական եւ իսլամական քաղաքակրթությունները միմյանց կապող օղակ։ Մեղրիի այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկի ուղղորդում են Սուրբ Հովհաննես եկեղեցի, որտեղ մեկտեղված են հայկական եւ պարսկական որմնանկարչության ինքնատիպ նմուշներ։ Մեղրիում 3 կանգուն եկեղեցի կա եւ մեկը խոնարհված, բայց կիրակնօրյա պատարակները հիմնականում մատուցում են Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Հավատքի առումով Փառք Աստծո բավականին առաջընթաց կա, ժողովուրդը ավելի այսպես սկսել է կապվել եկեղեցու հետ, սկսել է հասկացնել հավատքի կարևորությունը, հատկապես վերջի շրջանում ուրախալի է երիտասարդների այսպես հաճախելիությունը եկեղեցի պատարակներին։ Մեղրին յուրահատուկ է իր գույներով ու լույսով, այստեղ ամեն բան մի քիչ ավելի արևոտ է։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր, Սյունիքի մարզ, Երևան։